Ինչպես ասացի, 2025 թվականի մարտին ազգային ժողովը ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Վերնագրից եւ նաեւ կարճ բովանդակությունից օրենքի ակնհայտ է, որ այն ԵՄ-ին անդամագրվելու գործընթացի մեկնարկի մասին է, իսկ հարցի վերաբերյալ հարաքվեն տվյալ process-ի ոչ թե մեկնարկի հատկանիշ է, այլ կարևոր հանգրվան, ասել է թե հարաքվեն իմաստ ունի, երբ մեկնարկած գործընթացը հասել է ինչ-որ հանգրվանային կետի եւ հնարավոր է անդրադարձ կատարել այդ հեռանկարների իր տեսականությանը, ճանապարհային քարտեզ ունենալ, թե ինչպես ենք առաջ գնալու, որքանով են իրատեսական տվյալ ժամկետներում այն բարեփոխումների անցկացումը, որ անհրաժեշտ են Եվրոպական միությանը անդամագրվելու համար։ Այս հարցերին որևէ պատասխան ունենալը կարևոր է ոչ միայն ընթացակարգային առումով, այլև հարաքվեի ընթացքում ժողովրդի կողմից ուղղվող հարցերի գոնե մոտավոր պատասխան ունենալու համար։ Իսկ այս հարցերի պատասխանների շուրջ աշխատելու համար Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական միությանը։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է եւ առաջիկայում մենք թերևս կսկսենք այս գործընթացը առավել եւս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով։ Կա նաեւ տնտեսական կոմպոնենտը։ Հայաստանի Եվրոպական միության շուկային հասանելիություն ստանալու առաջին քայլերն են արվում եւ սրա հնարավոր էֆեկտները տեսնելու եւ հասկանալու ժամանակ էլ պետք է ունենա մեր ժողովուրդը։ Իմ ընկալումը այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես Եվրոպական միությանը դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց եւ գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո։ Բայց նաեւ այս առիթով եմ ուզում պարզաբանել, թե մենք ինչու ենք որդեգրել հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն եւ ինչու ենք խոսում Եվրոպական միության անդամագրվելու օրակարգի մասին, եթե շատ հարցերի պատասխաններ այսօր չունենք։ Մի բարձ պատճառով այն իրավիճակը, երբ Հայաստանի Հանրապետությունը գնալու տեղ չունի, այլ ընտրանք չունի, սպառնալիք է մեր պետականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը։ Մենք ձևավորում ենք եւ ձևավորելու ենք այլ ընտրանքներ Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի համար։